Բյուջեն քննարկելուց առաջ ավագանին տեղական տուրքերի եւ վճարների տեսակների դրույքաչափերի սահմանումն առաջնային դիտարկեց։ Մի քանի տեսակի տուրքերի մասով Գյումրիում օրենքով սահմանված կարգավորումներ չեն եղել։ Խոսքը շրջիկ առևտրի կազմակերպման համար նախատեսվող վճարին է վերաբերում։ Ավագանու որոշմամբ այսուհետ քաղաքի վարչական տարածքում շրջիկ առևտուր իրականացնողները կվճարեն 25,000 դրամ տարեկան տուրք։ Նոր տուրքի տեսակ սահմանվեց նաև սուրճի ավտոմատ ինքնասպասարկող սարքերի շահագործման համար, որ կկազմի տարեկան 10,000 դրամ։ Հաստատելուց առաջ առաջարկ եղավ հստակեցնել թույլատրելի վայրերը, թե որտեղ կարելի է տեղադրել։ Այդ սարքավորումների 70%-ը հաշվառում չունեն որևէ վճար չվճարող համայնքի բյուջե եւ խնդիր են ստեղծում մարդիկ կողքը խմում են այդ բաժակները, կտարները գցում են եւ հաճախ քաղաքը ավելի երևում է որ համակարգ չի ախտոտված է, բայց պատճառը հենց այդ սրջիկ սարքավորումներ են։ Պետք է հստակ մենք սահմանենք վայրերը, որտեղ կարելի է տեղադրել, որտեղ չի կարելի։ Մենք ինչ եկել ենք դա ժառանգել ենք, հետո մենք հիմա խորացել ենք դրա վերաբերյալ, իրոք շատերը գումար չեն ուզել, մենք բոլորի բերել ենք հարկային դաշտ, բացի դրանից գումարները ավելացնելու ենք անպայման, որովհետև շատ քիչ է տրված գումարները, հիմա մենք դրել ենք 10,000 դրամ ամսական, բացի դրանից քաղաքի կենտրոնական հատվածները ևս կոդիավորման հետ կապված որ հաստատեցինք, ուրեմն անպայման կբարձրացնենք, կդարձնենք 15,000 դրամ։ Ավտոկայանատեղիների համար վճար սահմանելու հարցը հանվել էր նիստի օրակարգից, ավելի մանրամասն քննարկելու անհրաժեշտություն կար։ Հիշեցնենք, Գյումրիում 2013 թվականից ավտոկայանատեղիների համար տուրք չկա, բայց հաշվարկներ կան, թե վճար սահմանելու դեպքում այն տարեկան քանի միլիոն դրամի եկամուտ կբերի տեղական բյուջե։ Ճիշտ մեխանիզմներ է պետք մշակել, որպեսզի մենք հասկանանք, օրինակ, եթե ավտոկայանատեղիները վճարովի են, ապա ովքեր են գանձում այդ գումարները, ինչպես է այդ գումարները հասցեագրվում բյուջե, ինչ ճանապարհ է անցնում եւ ինչ խողովակներ են այդտեղ աշխատում, ու նաեւ սկզբի համար կարծում եմ, որ նաեւ պետք է որոշակիորեն տեսախցիկներ տեղադրել բոլոր այն հատվածներում, որտեղ այդ մեքենաները կայանված են։ Տարվա առաջին կեսն անցել է քաղաքի 2025 թվականի բյուջեի հարցին ծախսերի ու եկամուտներով նոր է հերթացնում հայտնի պատճառներով։ Զեկուցողից առաջ քաղաքապետն է շտապում թվեր հրապարակել։ 2025-ի բյուջեն նախատեսել են, որ գերազանցելու է նախորդ տարվանին մոտ 1 միլիարդ 22 միլիոն դրամով։ 2024 թվականի եկամուտները կազմել է 6 միլիարդ 836 միլիոն 746 հազար դրամ։ Այն դրամները չեմ ասում, այն վերջին։ 25 թվականի եկամուտները մենք ինչքան ենք պլանավորել, մենք պլանավորել ենք 7 միլիարդ 858 միլիոն 944 հազար դրամ։ Ուրեմն աճ է կազմել 24 թվականի վրա 1 միլիարդ 22 միլիոն 197 հազար դրամ։ Բյուջեն ավելացրել ենք։ 6 ամսում ապարքների վերադարձ է խոստանում 113 միլիոն դրամով։ Վարդան Ղուկասյան համոզված է, որ դրան կարելի է հասնել առանց բացառությունների բոլորին հարկային դաշտ բերելով։ Նկատի ուներ քաղաքի սպասարկման եւ այլ ոլորտներ ներկայացնող անձանց տարբեր տեսակի հարկերի ու տուրքերի վճարները չկատարելուն։ Նրանց գործերն ըստ քաղաքապետի մինչ օրս գտնվում են դատարաններում։ 117 միլիոնի 15 թվականից գործեր կա հարկատիր կատարման ծառայությունում 117 միլիոնի։ Քաղաքապետարանը բանի տեղ չի տել, այդպես հանդգնության մատնված գնացել է։ Այսինքն հիմա մենք եկել ենք այս գործերը բոլորը հանում ենք, զբաղվում ենք չհաշված։ Մարդիկ կան, որ 8 միլիոն, 12 միլիոն, 14 միլիոն, 3 միլիոն, 5 միլիոն, մոտիկ չեն գնացել, ոչ գումարները գանձել են, ոչ դրել են, ոչ վերցրել են։ 2025-ի բյուջեի հաշվարկներով էլ նախատեսում է քաղաքապետի, քաղաքապետարանի եւ ենթակակառույցների աշխատողների աշխատավարձը բարձրացնել, շեշտելով, թե աշխատավարձի բարձրացում եղել է 2023-ին, բայց ավելացնելուց առաջ մի շարք բաժիններում հաստիկներ են ուսումնասիրելու, կրճատումներ են լինելու։ Քաղաքապետն ասում է, դրանցով հատուկ են զբաղվելու։ Հարյուրավոր հաստիկներ կան, որոնք ստեղծվել են այս մարդու բարեկամի, մյուսի խնամոց, նշած ընտրություններին ձայն ապահովելու համար եւ պարապ հաստիկներ կան։ Այդ աշխատավարձերը հիմնականում կարող ենք բարձրացնել այդ հաստիկները կրճատելով եւ նորմալ գրագետ մասնագետները, ովքեր իրենց գիտելիքը, իրենց փորձը Գյումրու համար են ծառայեցնելու, այդ մարդկանց աշխատավարձերը ավելի բարձրանան, ստանան հավելավճարներ, պարգևավճարներ եւ այլն։
Հիմա ինձ հետաքրքիր է, ինչ հաստիկներ են կրճատվել, ինչ հաստիկներ են ավելացել։ Ովքեր որ ընտրությունների համար ուղղակի հավաքել են մարդկանց քաղաքապետարան, որ ձայներ հավաքեն, դրանք բոլորը կազատվեն աշխատանքից եւ արդեն սկսված է գործընթացը։ Եկամուտներով պետական դոտացիայով տարեսկզբի մնացորդով 2025-ի բյուջեն կազմում է 9 միլիարդ 193 միլիոն դրամ։ Թիվ 1 ֆինանսական փաստաթուղթը ավագանու խմբակցություններ միաձայն հաստատեցին։ Ընդունվեցին առանց առարկությունների օրակարգում ընդգրկված մյուս հարցերը եւս։ Երբ օրակարգային հարցերը սպառվել են, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ։ Վերաբերում էր նախորդ տարվա նախաձեռնությանը, որով դատախազությունը միջնորդում էր ավագանուն թույլ տալ դատարան ներկայացնել ապօրինի գույքի վերաբերյալ գործարքների փաստաթղթերը։ Այժմ նորից կարիք կա այդ հարցը քննարկել ավագանու նիստում, որպեսզի այն ընթացք ստանա։ Խոսքը վերաբերում էր մի քանի ապօրինի այսպես գործարքների մասին, որոնք նախկին քաղաքապետերի օրոք իրականացվել են եւ դատարանը հիմա վիճարկում է դրանց օրինականությունը։ Մենք իհարկե մեր խմբակցությունը կողմ է, որ այն գույքը կամ հողամասերը, անշարժ գույքը, որը ինչ-ինչ պատճառներով օտարվել է եւ դարձել է այլ մարդկանց սեփականություն, դրանք հետ վերադարձվի համայնքին։ Հիմա մենք նախատեսել էինք, Բալասանյան դաշինքը գիտեք, որ միացավ մեզ, մենք կողմ քվեարկեցինք, հիմա այդ գործերը դատարանում են, բայց որպեսի փաստաբանը կարողանա այդ գործերը դատարանում ներկայացնել, իրեն պետք է եւս մեկ որոշման նախագիծ, որ ավականին լիազորի տվյալ փաստաբանին այդ գործերը ներկայացնելու։ Քննարկենք, եթե տեսնում եք, որ խնդիր կա, միանշանակ մինչև վերջ կգնանք, եթե տեսնում եք, որ օդի մեջ ուղղակի աղմուկ բարձրացնելու համար է, ես ավելի հիմա եւս մի քանի գործեր էլ կա, որ ես հիմա պիտի բարձրացնեմ, որ այդտեղ եւս քննարկենք այդ գործերը։ Այս հարցերի քննարկման համար ավագանին որոշեց արտահերթ նիստ գումարել, թեև այսօրվանից Գյումրիի ավագանին գնում է ամառային արձակուրդի։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։